Ազատ եմ, թե պարզապես սովորել եմ կապանքներով ապրել։ Դու ասում ես ես ազատ եմ, բայց երբ մենակ ես մնում, չես կարողանում չմտնել նույն կայքը, չես կարողանում չպատասխանել նրան ու մից պիտի հեռու մնայիր, չես կարողանում չվերադառնալ նույն մեղքին, թեկուզ արդեն ցավում ես դրա համար։ Դու դա անվանում ես բնավորություն, թուլություն կամ պահի սխալ, բայց երբ մի բան կրկնվում է քո կամքին հակառակ, դա կապանք է և դու այդտեղ ազատագրման կարիք ունես։ Դու կարող ես անգամ աղոթել, երգել, ծառայել, բայց ներսումդ կապված մնալ ինչ-որ բանից։ Դա կարող է լինել չներում, որևէ սուտ, հին վիրավորանք, անառողջ սեր, ինչ-որ բանից կախվածություն և այսպես շարունակ։ Իսկ դու ուզում ես իմանալ ունես ազատագրման կարիք, թե ոչ, հարցրու քեզ։ Ի՞նչն է այս կյանքում քեզ ղեկավարում, երբ ոչ ոք քեզ չի տեսնում։ Ինչ ես թաքցնում Տիրոջից, կարծելով, թե կարող ես դա թաքուն պահել։ Տերն այսօր քեզ ասում է, դու չես ծնվել կեղծ խաղաղության մեջ ապրելու համար, և Տերը չի մահացել, որ դու քո կապանքներին ընտելանաս։ Նա եկել է քո սիրտը փրկելու, քեզ ազատելու և քո սիրտը կենդանի դարձնելու։ Ազատագրման կարիք ունի ոչ թե այն մարդը, որ առհասարակ չի ընկել, այլ այն մարդը, ով ընկել է, բայց ուզում է վեր կենալ։ Իսկ եթե դու դեռ ուզում ես վեր կենալ, փնտրիր ու գտիր Տիրոջը, նա քեզ կազատագրի։